Աստծո ցանկացած ծառա, Աստծո ցանկացած զավակ, այդ օրհնության, այդ պսակի, այդ ամեն ինչի պտուղների համար Աստված իր համար պատրաստած բան։ Բոլորիս ավելաբերում։ Գիտեք, ես մի հատ համար կա Հովնանի մարգարեության մեջ, այդտեղ չկա Նարին ջան։ Ես այս համարը տարիներ առաջ ասել եմ, հիշում եմ, անգամ քարոզել եմ սա։ Բայց այսօր փառաբանության ժամանակ այդ համարը մեջ նորից բարձրացավ։ Սա չկա իմ պատգամի մեջ։ Ուղղակի որ մեջս անդադ բարձրանում էր եւ պատգամին էլ համահունչ էր, ուզում եմ քեզ ասել։ Հովնանը գտնվում է շատ մեծ նեղության մեջ։ Հովնանը մարգարե էր։ Մարգարեի գրած գիրք ունի Աստվածաշնչում մարգարեական Հովնանի մարգարեություն։ Ինքը փախնում էր Աստծո գործից։ Ուշադիր լսիր։ Աստծո գործից փախնում էր։ Աստծո ծրագրից փախնում էր։ Չեն ուզում մտնել Աստծո կամքի մեջ եւ կատարել Աստծո կամքը, Աստծո ծրագիրը, որ իր համար կար։ Գնար այնտեղ, որտեղ Աստված իրան ուղարկում էր։ Ով կարդացել է գիտի, ինքը փախնում էր։ Հետո մի հատ մեծ ձուկ, որի սովոր ենք կետ ասել, բայց Սուրբ Գիրքը չի գրում ինչ ձուկ։ Կետը մենք ենք հնարել, որ իբր ավելի մեծ ներկայացնենք։ Ասում եմ մի հատ մեծ ձուկ եկավ Հովնանին կուլ տվեց։ Հավատում ես, չէ՞ գրած է։ Հովնանը 3 օր մնաց այս ձկան փորի մեջ։ Հետո Աստված ձկանը հրամայեց, ձուկը բերեց Հովնանին, փսխեց ծովի ափին, որ հնի այնտեղ, որտեղ որ ինքը պիտի գնար ու չէր ուզում գնար։ Հենց այդտեղ եկավ ընկավ։ Բայց ասելս դա չի, պատմեցի, որ հիշողությունը թարմանա եւ չիմացողներ դիմանան։ Բայց մի հատ շատ ուժեղ աղոթք արեց։ Մի հատ նախադասություն ձկան փորից։ Եթե համարը հետաքրքիր է 2:8 Հովնան։ Ասма ով էր փուչ ունայնությունների նայողները իրանց լինելու ողորմությունը բաց են թողում։ Ինչքան ուժեղ խոսք է, չէ՞։ Ինչքան գերազանց խոսք է։ Ով էր նրանք, որ նայում են փուչ ունայնությունների իրանց լինելու ողորմությունը թողում են։ Գիտես, Աստծուց իմ ու քո համար պատրաստված մեծ ողորմություն կա, մեծ օրհնություն կա, մեծ պսակ կա, լիքը առատություն կա, բայց երբ որ ես իմ հայացքը կտրում եմ Աստծուց, Աստծո ողորմությունից եւ հայացքս ուղղում եմ փուչ ունայն բաների հետևից եմ նայում, դրանց հետևից եմ գնում, Աստծո լինելու ողորմությունը, որ ինձ պիտի հասներ, դա չի լինում իմ կյանքում։ Տեր Աստված, ես իմ աչքերը վերցնում եմ քո վրա, ես դադարում եմ, ասա իմ հետ, քո համար։ Ես դադարում եմ նայել փուչ ունայնությունների Տեր, որպեսզի վայելեմ ինձ լինող քո ողորմությունը։ Ինձ կրկնում եմ, ինձ լինող քո ողորմությունը, որ դու պիտի տաս, որ դու պիտի անես։ Գիտեք 9-րդ խոսքը ինչ ասում։ Բայց այսինքն ես իրանց նման չեմ, Հովնանը, բայց ես օրհներգության ձայնով քեզ պիտի փառաբանեմ։ Այսինքն ես նրանց նման չեմ, ունայնությունների չեմ նայում։ Հիմա ձկան փորի մեջ հասկացա, որ սխալ տեղ էի նայում։ Եվ եթե այդպես շարունակեի, ինձ լինելու ողորմությունը բաց կթողեի, բայց ես իրանց նման չեմ, ես այդպես չեմ անի, բայց ես հասկացել եմ հիմա, գնալու եմ, լինելու եմ, անելու եմ, բացատրում եմ, որպեսզի քեզ օրհներգության ձայնով զոհ մատուցեմ եւ ինձ լինող կամ լինելու ողորմությունը ստանամ, վերցնեմ, օրհնությունը ապրեմ։ Ամեն, ուժեղ խոսքա չէ, ասա որ չէ։ Մի վախեցի, ես չեմ գրել։ Ես չեմ գրել, որ չես ուզում ջիգարով ասես ամեն, Աստված է գրել։ Ոչ էլ ինձնից եմ ասում, Սուրբ Գրքից եմ ասում, ինձ լինելու ողորմությունը ինձ հասնելու է։ Որովհետև ես իմ աչքերը կտրում եմ փուչ եւ ունայն բաներից։ Ամեն, էսի այսպես փառաբանությունից եկած մի հատ խոսք այսօրվա որ ասացի, բայց անցնենք բուն պատգամին, ինչ որ սրտիս մեջ կա քարոզելու։
Կրկնում եմ, պատգամի անունը դրել եմ չդադարես գործել։ Չդադարես գործել։ Խոսքը գնում է Աստծուն ծառայելու, Աստծո համար անելու մասին։ Բայց միջև որ կհասնեմ մտե, քեզ մի հատ համար եմ ուզում ցույց տալ։ Վերջին օրերում եղող շատ վտանգավոր մի երևույթի մասին, երկրորդ թագավորաց 15-11 հնարին է։ Ինձ նայել եմ ինա, որ նայես չես լսի ինչ եմ ասում։ Այն ինչ որ ուզում եմ ցույց տամ, կարող է դուք կարդաս, բայց չտենաս դա։ Ինձ նայ։ Աբիսովոմ անունով մի հատ մարդ կար, որը Դավիթ թագավորի տղան էր։ Մի օր էս Աբիսովոմի սիրտը հպարտացավ, չգիտեմ, սատանան հպարտացրեց իրան լցրեց ապստամբության ոգով ու ասեց դու քո պապայից լավ բան վատ չես, դու կարաս ավելի լավ ղեկավարես Իսրայելի, որ այսօրվա հավատացյալներն են, քան քո պապան։ Երբ Աբիսովոմը սկսավ կանգնել Երուսաղեմ մտնող հրլողների դռան մոտ ու պատմում են պատմությունը կարճ։ Ու սկսավ մարդկանց հետ խոսել ամեն մեկին, ով որ քաղաք մտնում հելնում էր, դռան մուտքի մոտ, ասում էր, որ ես ավելի լավ կանեմ, եւ այլն, սենց կանեմ, փուչ սուտ խոստումներ էր տալի, եւ ասма շատերի սրտերը ծռեց, շահեց, գնացին իրա կողմը։ Սա դիվային է։ Ամեն։ Բայց եկավ հասավ ստեղ, հետո պատմում եմ, հետո մի հատ սենց ռեկլամ արին, հրաման հանի, չգիտեմ, իրանք իրա կողմնակիցները, ովքեր որ հավատում էին Աբիսովոմին եւ հավատացել էին իրա խոսքին, այսպիսի մի հայտարարություն արին, որ գնան Աբիսովոմի հետևից, ովքեր իրա կողմից են եւ այլն, ու հասան մի հատեղ ու հասան քեզ հավարին։ Ես ուզում եմ ցույց տամ, սատանան ոնց է խափում եւ ոնց են մարդիկ հավաքվում խափողի շուրջը առանց հասկանալու, որ իրանք խափված են։ Ես հետ եմ, որտեղ այսօր այնքան է վխտում էդի ամբողջ աշխարհում, հավատացյալների մեջ, եկեղեցիներում, այնքան է տարբեր տեղերում այդ խափեություններն այնքան է վխտում, սուտ քարոզները, սխալ վարդապետական խոսքերը, այդ բաները, մանիպուլյացիաները, որ այստե արի մոտ ես ավելի լավ կանեմ, արի մեր մոտ այս ինչ է, այն ինչ է, իրարու գցելը եւ այլն, բայց տեսեք ովքեր էին գնացել Աբիսովոմի մոտ հավաքվելու։ Այնքան տիպիկ է։ Եվ Աբիսովոմի հետ 200 մարդ գնաց Երուսաղեմից, հրավիրված։ Եվ նրանք գնացին միամտությամբ եւ ոչինչ չգիտեին։ Ինչքան տիպիկ է, չէ՞ այսօրվա։ Դուք էլ, ես էլ բոլորս էլ ճանաչում ենք մարդկանց կամ իրադրություններ, որ մարդկանց խափում հավաքում են, իրանց շուրջը այն մարդիկ, ովքեր չեն էլ ուզում հարցնել ինչ է եղել։ Ինչ է եղել, չէ՞, ասма հավաքվա, գիտեք ինչի հիման վրա գնացին, իրանց լավ բաներ են խոսք տվել։ Իրանց լավ բաներ են խոստացել։ 3 տարի առաջ ես ու Նելին այցելեցինք մի հատ ընտանիք, մեր մոտ չի, ման չգանք։ Այցելեցինք մի հատ ընտանիքի, լուրջ բան կար զելուցելու, այս ամուսինները ասեցին, որ մենք գնում ենք ես ինչ տեղը, որովհետև մեզ ով որ հավաքում է, մեզ խոստացել է, որ իրանից հետո մենք ենք լինելու եկեղեցում ու հենց իրա այն աչ ու ձախ տևել։ Ասին, հավատում եք, ասին բանոց։ Հավատում եք, որ կլնեք, իհարկե հավատում եք։ Կոֆը խմանք հենանք եկանք, մեր գնալը արդյունք չտվեց։ Իրանց սխալից հետ պահելու համար։ Եվ անցելա տարիներ, 3 կամ ավել տարիներ, անցելա տարիները, ոչ մի բան չեն։ Ես հասկացում եմ, որ իրանք կարան, այդ որ դուք իմ ամենամտերիմը կլինեք, ով էլ ուզում ագա։ Ես հասկացում եմ, որ իրանք կարում են իրան զանգեն կամ գրեն։ Ինչ է տեղի ունեցել,
Մարդիկ միամտությամբ առանց հարցնելու, առանց հասկանալու, ինչ կա ինձ միշտ զարմացել են այն մարդիկ, ովքեր մի բան են լսում եւ երկրորդ կողմից չեն ուզում հարցնել։ Ասում եմ դա անգամ ես վերջերս միտեղ խոսում ենք ասացի, ասի էդի անգամ մանկապարտեզում են սովորացնում։ Երբ որ դու մի բան ես լսում մեկից, եթե շահագրգիռ կողմ ես, ուզում ես խառնվես, հարց լուծես կամ օգնես ինչ-որ մի բան անես, դու պետք է երկրորդ կողմին լսես։ Մարդիկ կան ինձ ասում են, ես դա գիտեմ անգիր։ Ասում եմ, լսի, այս պատմության երկրորդ կողմը ես եմ։ Դու ինձ չես լսել։ Դու ոչ մի բան չգիտես։ Եվ ալիսողումներն այսպես, խնդրում եմ, նայել ես բառերին, գն հավաքման միամտությամբ և ոչինչ չգիտեին։ Ուզում ես սենց խապվես, հավատում եմ չես ուզում։ Ուրեմն, մի լսի այն բամբասանքներին, այն սաթից խոսքերին, այն երեք մտածում եմ, ասում եմ, գիտեք, իշքան ենք ակամայից մասնակից լինում սուտ խոսք տարածելու։ Երկրորդ օրինացի մեջ մի հատ խոսք կա, հատուկ պատվեր Աստծուց, ասում սուտ լուրջ չտարածես։ Այնքան ենք ակամայից, մեր ականջ այնքան ենք տալիս սխալ բաներ լսելուն, լսում ենք դրանով, հետո ակամայից ուզում ենք պատմենք հետի։ Եվ մենք դառնում ենք ակամայից, կրկնում եմ, սուտ լուր տարածողներ, որ մարդը լսելա, չի ճշտել, չի հասկանում, չգիտի միամիտ է, բայց սուտ լուրը տարածում է, սուտ գիրքն արգելում է դա։ Կամ մի մտեք ընդեղ, խնդրում եմ, նրանք ովքեր լսում են իրանք էլ հիմա, մի մտեք այն տեղերը, որտեղ դուք ոչինչ չեք կարող անեք։ Ես քեզ ուզում եմ օգնեմ հիմա սրանով։ Մի մտիր այն խոսակցությունների մեջ, որտեղ քո խոսքը կշիռ չունի։ Ինձ մեկը մի օր ասեց, բա ոնց է սենց այլ է, հենց այլ է, սա ով ես դու։ Դու ով ես։ Մենք մի հատ տենց վանեցիքով մի հատ տենց խոսք ունենք մեր գյուղի մոտիկ վանեցիքով, ասում ենք, ակ քեզից ձեր արևանը չէ ճանաչում։ Դու ով ես։ Հասկ խնդրում եմ, եթե սա շատ լուրջ կարևոր բան եմ ասում, կարողա չես հանդիպել, բայց կհանդիպես։ Հանդիպելու ես։ Որովհետև ոչ մեկը ապահովագրված չի, որ իր ականջին բամբասեն։ Սուտ լուր ասեն իրան, ինչ որ մեկի մասին ու ինքը փորձի ուզենալ այդ լուրը տարածել։ Գիտեք, մի հատ սենց խոսք կա, ոչ սուրբ գրային։ Ասма քո հետևից խոսացողների խոսքը քեզի հասնել է քո ամենամոտիկ մարդու միջոցով։ Սա իրականություն է։ Այն ասողը գիտի ում մոտ ասի, որ գա քեզի ասի այդ, որ այդ խոսքը հասնի քեզի։ Եվ այս միջնորդը, որ քո մոտիկն է, քո մասին խոսացած սուտ խոսքը քեզ հասցնելով, գիտի քեզի լավություն անում։ Գիտեք ինչքան եմ ասել մի ասա, չեմ ուզում լսեմ։ Փակում անից։ Բայց Աբիսողոմի մոտ ես ցույց եմ տալի դևի խաբեությունը։ Դևը ոնց է խաբում միամիտ մարդկանց, ոնց է խաբում են մարդկանց, ովքեր տեղյակ չեն, ինֆորմացիա չունեն եւ ուզում են մտնել այդ թեմաների մեջ։ Առանց ճշտելու կամ առանց հասկանալու։ Ճշտելն այլ հարց է, իրավունք ունես թե չունես, դա լրիվ այլ հարց է։ Երկուսն էլ քեզ դեմ կտան, խելոք մնա։ Չես կարող պատասխանես։ Տակից չես կարող դուրս գաս։ Հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Ամեն։ Եկեք աղոթենք 10 վայրկյան մեր աչքերը փակած։ Ես որոշել եմ, որ այս խոսքը աղոթենք այսօր իրար հետ եկեղեցու համար, ու ասենք Տեր, մենք չենք ուզում միամիտ լինենք, միամիտ մնանք։ Գիտեք, միամիտներ կան, Պողոս առաքյալը այնքան էր մտահոգված Կորինթացիների եկեղեցով, որ ասեց, վախենում եմ, Պողոսի պես տղեն ասում վախենում եմ։ Գայով չեմ ասում։ Վախենում եմ, որ Սատանան ձեզի խաբի Քրիստոսի վրա ձեր եղած կամ ունեցած միամտության պատճառով, ինչպես որ օձը Եվային խաբեց։ Միամտություն, չիմանալ,
չհասկանալ եւ խաբվել անմիջապես։ Ամեն։ Հեսա որ այդքան Նեեմիայի գիրք կտենանք։ Սատանան ոնց է գործում, ոնց է ուզում խաբի, ոնց է ուզում ազդի միամտածնի, որպեսի կարենա գրավի, որպեսի կարենա ծառայությանն ու կառուցողներին ու կառուցմանը ստոպ տա, սիրելիներ։ Դա է սատանայի ուզածը։ Եթե սատանային հաջողվել է քո կյանքի մեջ հոգևոր բաներին ստոպ տալ, ծառայություններին ստոպ տալ, ես ու դու այսօր այս պատգամով վերջում աղոթելու ենք լուրջ մտածելու եւ մտահոգվելու տեղ ունենք, սիրելիներ։ Ոնց ստացվա, որ սատանան կարողացավ ծառայությանը ստոպ տալ։ Ոնց ստացվա, որ կարողացավ քո պատխաբեր կյանքին ստոպ տալ։ Ինչ տեղի ունեցավ, հեսա նայում ենք միասին։ Առաջի բաներից մեկը էս էր, էս միամտությունն ու չիմացությունը, որ դու չիմանալով, միամիտ լինելով հավաքվար Աբիսողոմի կողքը։ Աբիսողոմների մոտ ու ականջը տվեցիր սուտ խոսքերի, հավատալով եւ գնալով այդտեղ։ Մարդիկ կան ասում են, ես հավատում եմ այս մարդուն ու վերջ։ Այսինքն, երկրորդ մարդուց չեմ ուզում լսել ոչ մի բան։ Ինքը ինչ օրինակ Արմենը, ինչ ասում է, ճիշտ է ասում։ Հավատում եմ Արմենի ասածին, երկրորդ մարդուն լսելու կարիք չունեմ։ Գիտեք ինքը ինչ կարգի ազդեցության տակ խաբված ազգավորություն է, որ ինքը դաժե ճշտելու կարիք չի զգում, որ ճշտի տենա ինչ այլ է։ Միամիտ հավատացյալ, միամիտ մարդ, որը հավատում է, գիտեք դրանք ովքեր են, իրանք ինչ կարգի բռնված են, 1000 մարդ ասի, իրանք չեն հավատա, բայց այդ մարդը ումից իրանք բռնված են, այդ մարդը ինչ ասի հավատում է, հասկացաք ինչ եմ ասում, 1000 մարդ իրան մեջտեղից ճղի այդ մարդի չեն հավատում, բայց մի հոգի, որը ազդեցություն ունի այդ մարդու վրա, ինչ ասի այդ մարդը հավատում է, բոլոր ժամանակներում, դարերում, եկեղեցիներում եղել են նման բաներ ու նման մարդիկ ու լինելու են, բայց մենք նրա համար ենք, որ իրարու ասենք, ես դուրս եմ գալիս, միամտածված, անզգայացած, չհասկացող վիճակից, ես ես ինչ եմ անում Տեր Աստված, մենք Հիսուս Քրիստոսի անունով աղոթում ենք Տեր, բոլորիս վրա, այն բացականների վրա եւ ամբողջ եկեղեցու վրա, որ սուտ լուրերի, սուտ փուչ խոսակցությունների, միամտությունների ոչ մեկս չտրվի դրան Տեր, սուտ քարոզ կոչվածների, սուտ ուսուցում կոչվածների, ոչ մի բանի ականջ չդնենք, Հիսուս Քրիստոսի անունով, քո կողքը հավաքվելու, քո մոտ հավաքվելու, քեզանից լսելու եւ քեզանից սովորելու Տեր, քո հոգուց սովորելու Տեր։ Մենք առողջ բան ենք ուզում եւ քեզնից ենք ուզում Տեր։ Շնորհակալ ենք Տեր եւ քեզ փառք ենք տալիս։ Ամեն։ Ամեն։ Նեեմիա 6-րդ գլուխ։ Հայտնի տեղ է շատերի համար, ովքեր կարդացել են Նեեմիայի գիրքը գիտեն։ Բայց ես քեզ ուրիշ բան եմ ասում, այսօր ուրիշ բան եմ ասել։ Եկեք մեկ գնայինք հերթով, 14 խոսք է, բայց մեկ չեմ կարդա ժամանակի համար, մենք ստես գնայինք։ 6-րդ գլուխ հենց այս ասում, ասում է, որ Սանաբավատը, Տուբյան եւ Արաբացի Գեսամը եւ մեր մյուս թշնամիները լսեցին, որ ես Պարիսպը շինեցի եւ նրանում քանդված տեղ չի մնացել, թեև միջև այդ դռների փեղկերը չէի կանգնեցնել, հետո այն ժամանակ այս 3 մարդիկը, անունները չկարդամ եմ, մարդ ուղարկեցին ինձ մոտ եւ ասեցին, եք միասին տեսակցվենք Օղնովի դաշտում գյուղերում, բայց նրանք մտածում էին, որ ինչ չարություն անեն, բավական է սպայ։ Ուրեմն ինչ է տեղի ունեցել, Նեեմիա ենք, Նեեմիան Աստծո մարդ էր, Նեեմիա ենք, որոշում արեցին, Աստված իրանց սրտի մեջ դրեց, բացատրած եմ ասում, ոնց ուզում ես հասկացի, ճիշտ է։ Որպեսզի կառուցեն կամ վերակառուցեն ամբողջ Երուսաղեմը, որը այսօրվա եկեղեցու խորհուրդն է։ Ամեն։
Նեհեմիայի այդ կառուցողները հավատացյալներն են, ամեն, եւ այդ քանդված Փարիսը դռները ամբողջ Երուսաղեմը եկեղեցին է իր ծառայություններով իր ամեն ինչով որը քանդված է։ Բարձ եմ ասում մի հատ ասա հա, որը քանդված է։ Եվ իրանք ուզեցին, Աստված գցեց իրանք սրտի մեջ։ Ես սա ասում եմ այսօր ինձ ու քեզ։ Հենց հիմա։ Այսօր բավականին սենց ակտեր ենք անելու իրար հետ։ Ես հենց հիմա ինձ ու քեզ ասում եմ։ Տեր Աստված գցիր մեր սրտի մեջ։ Գցիր մեր սրտի մեջ քո տան, քո եկեղեցու քանդված տեղերը, կարիք ունեցող տեղերը վերականգնելու, ծառայելու եւ անելու Տեր Աստված։ Ամեն։ Գցիր մեր սրտի մեջ հենց հիմա Հիսուսի անունով, ովքեր որ սա ուզում են կարող են վերցնել, ովքեր չեն ուզում զոռով ոչինչ չի լինի։ Ամեն։ Նորից եմ ասում, գցիր մեր սրտի մեջ Սուրբ Հոգի։ Քո տան կարիքավոր տեղերը, քանդված տեղերը վերակառուցելու, որովհետև թշնամին ով է Սատանա, լիքը բաներ կարողացել է քանդել եւ այսօր վերականգնման ու կանգնելու, սարքելու կարիք կա։ Ամեն։ Հիմա նայ, առաջի խոսքի մեջ մի հատ հետ կտաս Նարեկ ջան։ Ասում է, մեր թշնամիները երբ որ լսեցին, Սատանան լսեց, այն վաղտես մարդիկ էին, սրանք այս մարդիկ Սատանայի սիմվոլ են, խորհրդանշում է Սատանային այս մարդիկ։ Ասում է, երբ որ մեր թշնամիները լսեցին կամ իմացան, լուր հասավ իրանց, որ մենք որոշել ենք Փարիսը վերակառուցել կամ սկսել ենք վերակառուցել, սկսան, բացատրում եմ, առաջարկություն անել։ Հենց հիմա, եթե դու վերցրիր իմ ասածը, որ ասում եմ Սուրբ Հոգի գցի մեր մեջ հետի։ Եթե դու դա վերցրեցիր եւ որոշեցիր, որ դու այսուհետ այլ կերպ ես անելու, միանգամից առաջարկություններ ա գալու քեզ։ Մտքիդ Սատանայից։ Միգուցե լավ թվացող առաջարկություն։ Բայց մեկն է նպատակը, որպեսզի դադարեցնի քո ծառայությունը, որպեսզի դադարեցնի քեզ Աստծո տան մեջ ծառայել Աստծո արքայության համար անելը։ Ամեն։ Ժողովուրդ, ես խոսում եմ Աստծո խոսքից։ Ես մեր տնից չեմ վերել ես։ Ամեն։ Խնդրում եմ, մի բան եմ խնդրում։ Մի հատ կգաս քեզ տես նայես, ով ուզում գա նայիր։ Գիտեք, բայց հասկացաք չենք եմ ուզում ասեմ։ Գիտեք ինչպես տպավորություն կա, ընդհանուր առմամբ եմ ասում։ Ինչ ես ուզում ես։ Ապրում ենք ելի թող ապրեք մեզ ես ինչ ես ուզում այ ապները։ Լավ այլի։ Հիմա մեր բան կանդացատ ու կանդաց բնա, լուսամուտ չկա ոչինչ, թուրը վարվածա ոչինչ, Փարիսը կանդա, թող էլի հազիվ յոլայի գետում, ինչ ես մեզնից ուզում, լավ եմ անում, ուզելու եմ, ասելու եմ, և ստից ով խոսա, նույն բանն ասելու և ուզելու, ամեն, միջև որ գնանք առաջ, գնանք սիրել, ամեն, հիմա նայք, ասմա, հիմա, թշնամի Սատանանա, հենց որ, իմանա, որ դու որոշել ես կամ խոսաս քո որոշման մասին, սկսելու առաջարկություն անել, բաներ կա։ Գիտես ինչ ոնց ա լինում, ես ապրած բաներ եմ ասում, ես քեզնից լավը չեմ։ Գիտես, այնպես բաներ ա բերում, մեյդան, մեր լեզվով ասած մեյդան, հրապարակ, այնպես բաներ ա հանում մեջտեղ, որ տարիներով մոռացել էիր դրա մասին, էդի ընդհանրապես քո համար հոգ չէ, դու մոռացել էիր էդի արդեն։ Բայց հենց որ որոշում անիր, բայենի, մեկ էլ տենում ես պասիվից, արխիվից բաներ ա գալիս, կյանքիդ արխիվից, բայես հարցը, բայեն հարցը, երթվում եմ, վկայա տերը, տարիներով դու չէիր իշել դրա մասին, որտեղ ինքը խնդիր չէր քո համար ընդհանրապես։ Բայց հենց որոշում կայացրեցիր, դրանք սկսեցին եկան, բայեսի, ես ասում եմ, մենք, մեր հավատացյալներս մենք, պրոֆեսիոնալ մահանիստ ենք։ Մահանա գիտեք ինչա, պատճառաբան, կտամ, պատճառաբան,
պրոֆեսիոնալ պատճառաբան։ Անենց պատճառներ, որ ոչ մի պարագայում դու այդ պատճառը չէիր բերի, բայց հոգևորի պարագայում դու այդ պատճառը բերում ես։ Սա սատանայի ուզածն է։ Թշնամին այսօր լսել է, հիմա ինքը լսում է այս քարոզը։ Հիմա ինքը լսում է, որ դու, ես, մեր սրտերի մեջ որոշում ենք ու ավելին ենք ուզում։ Ու ինքը ասել է, որը սրանք ոնց որ լրջանում են։ Ինչ առաջարկեմ, որ սրանց որոշումը, ծառայությունը, գործը դադարեցնեմ։ Ինչ առաջարկներ անեմ, որ Արսենը իմ հետ փոխսիջման գնա։ Ինչ առաջարկություն անեմ, որ Արսենը ասի, հա, էսի հետո կանեմ, կայնի էնի, որ հիմա հա ճիշտ ասում։ Էնի անեմ։ Բայց նայեք Նեհեմիայի, հասկանում ես ես։ Նայեք Նեհեմիայի պատասխանին։ Երրորդ խոսքը։ Երկրորդ ավելի ճիշտ։ Նայեք նպատակը։ Ասма արի մի հատ իրար տենանք, հետ ինչ եք անում։ Արի մի հատ հանդիպենք։ Գիտեք առաջի հայացքից հանդիպելու մեջ ոչ մի բան չկա։ Որտեղ ենք մենք խաբվում։ Մի ուրիշ թարգմանություն եմ նայել, ուրիշ թարգմանության մեջ, չգիտեմ, ստեղը տենց է թե չէ, իմ նայածի մեջ ասում է Իչի արի։ Իչի արի։ Նեհեմիան ասում է չեմ իջնի։ Չեմ իջնելու։ Գիտեք ցանկացած բացասական հրավեր, թեկուզ որ ինքը կարող է առաջի հայացքից դրական է երևում։ Երբ որ դու ընդունում ես դա, որը կարող է, գիտեք դա ինչ է, որ թեկուզ 2 ժամով քո ձեռքի քո ծառայությունը թողնես, հասկանում եք դա ինչ է, թողնում ես, դու թողնում ես, գնում ես, ասում ես ինչ է եղել։ Սատանան հենց այդ է ուզում։ Առաջի հայացքից նայում ես, ասում ես, դե հո մեղք չեմ գործում։ Նայում ես, դեմ ես իրակ մեղք չես գործում։ Միտքդ խոտ ես տալիս, դեմ ես ոչ մի պատվիրան չես խախտում։ Բայց սատանան այնքան խորամանկ է, ուզում է, որ դու գնաս իրան տեսնվել, նայ, ասում է, ուզում էին չարություն անեն։ Դու չգիտես ինքը ինչա ծրագրել։ Գիտեք, այսօր առավոտ նորից աղոթում էի, խորհում էի, մտածում էի սրա շուրջ ու մի հատ միտք եկավ ինձ ասում, Տեր Աստված ուզում եմ։ Էս է միտքը, որ ասի ու նեսս ինձ ասում է Նեհեմիա, ասում է, տենում ես զանազանության ջոկելու հոգի ոնց է գործում։ Ոնց է կարում տարբերի, ոնց է հասկանում, որ սա խարդավանք է, գնացիր չարություն են անելու, որոգայթ է, ծուղակ է, ոնց է ջոկում, ոնց է հայտնության հոգին աշխատում, ասի Տեր ուզում եմ։ Ուզում ես, ձեռքդ մեկներ աղոթենք իրար, ակտ անենք Հիսուսի անունով, բարի Աստված իմ համար և ամբողջ եկեղեցու համար աղոթում եմ այս հայտնության և զանազանության հոգին Նեհեմիայի պես ունենալու, որ մեր բոլոր առաջարկների մեջ թաքնված չարությունը ենթատեքստը հասկանալու, ոչ թե նայելու ուղղակի առաջարկին Տեր։ Թող եկեղեցուն բարձրանա այս հայտնության և զանազանության հոգին Տեր։ Սատանայի խորամանկությունները մերկացնելու և բացահայտելու համար։ Ամեն, համաձայն ես իմ հետ։ Չարչարվել գրել եմ, պիտի լսես։ Ասին արի տեսնվենք, որպեսի գործից կտրեն և չարություն անեն։ Հասկանալ էր ես կանը, մյուս խոսքը։ Ասմա, ես նրանց մոտ, դես ես թարգմանության մեջ էլ է գրում իջնեմ, բայց ես հատվածի մեջ մենակ։ Ասմա, ես նրանց մոտ պատգամավորներ ուղարկեցի ասելով, ես մեծ գործով զբաղված եմ, չեմ կարա իջնում։ Նա ինձ, ասել եմ, չես որ շատ ակտ ենք անելու, որտեղ նպատակս մենակ են չի ինվորմացիա փոխանցամ։ Նորից ձեռքդ մեկնիր։ 5 վայրկյանում մի հատ մտաբերի բոլոր են ընթացքներն ու զբաղվածություններն ու առաջարկները, որ դու ունես ոչ Աստծուց, ովքեր քեզ կդրում են, որոնք քեզ կդրում են։ Ու ասա, սատանա,
Ես մեծ գործով զբաղված եմ։ Չեմ կարող իջնել։ Նրա առաջարկը քեզ գցելն է։ Նրա առաջարկը քեզ իջեցնելն է քո մեծ գործից, բայց գիտեք ովքեր են իջնում։ Գիտեք, լսի։ Նրանք ովքեր չեն հասկացել, որ իրանք մեծ գործով են զբաղված։ Ովքեր չեն հասկացել, որ այն ծառայությունը, այն պարգևը, շնորհները, որ Աստված տվել է իրանց, որ իրանք անեն։ Դա մեծ գործ է, որով իրանք պիտի զբաղվեն։ Եվ երբ որ համաձայնվում են առաջարկի, Սուրբ Գիրքը իրան ասում է դու իջար։ Ես չեմ ուզում իջնել։ Չեմ ուզում, ես հիմա գիտեք ինչ պատկեր եկավ, խառաչո գիտեք, չէ՞ ինչ այն որ կայնում։ Այդ պատկերը հիմա ինձ եկավ, ես խառաչոյի վրա գործ եմ անում, Փարիզ եմ շարում, ես չեմ ուզում իջնեմ այդտեղից։ Ես չեմ ուզում գնամ մի հատ գյուղում դաշտի մեջ տեսակցվեմ սատանայի սիմվոլների հետ, սանաբաղատենց հետ, որոնք ծրագրել են ինձ չարություն անելու։ Ես չեմ կարող, բայց եկեք նայենք հետո մի փոխի։ Չեմ կարող իջնել։ Տեսեք, ասում եմ, ինչու համար գործը դադարի։ Հասկացել է, որ եթե հիմա ինքը գնաց, Աստծո գործը դադարելու է։ Իրա փայը գոնե դադարելու է։ Ամեն, դրա համար ասում եմ, չեմ իջնի, չեմ կարող։ Երբ որ ես թողնեմ նրան կամ ձգեմ եւ իջնեմ ձեզ մոտ, գործը կդադարի, ասեցի, բայց նրանք սրա համար 4 անգամ ինձ մոտ մարդ ուղարկի։ Սատանան չի հանգստանում։ Նա դիավոլոս է։ Նա անդադ խփում է, ամեն, որպեսի ծագի, անց բացի, չի հանգստանում, 4 անգամ նույն թեմայով մարդ ուղարկին, ասում Տեր Աստված, արի իրար հետ ասենք, այս վճռականությունից ու այս համառությունից է։ Սատանայի չէ, Նեհեմիայի, որ 4 անգամ էլ ոչ է ասում, ամեն, որ 4 անգամ էլ ասում է ոչ, հետո ասում է 5-րդ անգամ, մի հատ հատուկ մեկը եկավ, բացատրում եմ, նամակը ձեռքին, արդեն նամակ են գրել, տվել ու տեսեք ինչ է ասում Նարինը։ Եվ Սանաբաղատն այս թեմայով 5-րդ անգամ իր ծառային ինձ մոտ ուղարկեց եւ մի բաց նամակ նրա ձեռքին, նրանում գրված էր. ազգերի մեջ լսվում է եւ Գեսամն ասում է, որ դու եւ հրեաները խորհում եք ապստամբել։ Դու նրա համար ես Փարիսը շինում եւ դու ուզում ես, որ նրանց թագավորը լինես, այսպիսի խոսքեր, ասենց այս թեմայով, ասենց խոսքեր։ Հիմա տեսեք, 4 անգամ մարդ են ուղարկում արի տենանք, ասма չէ, վերջի անգամ տեսեք ինչ խորամանկություն է ուզում անի սատանան, արդեն կպնում է անձին, արդեն կպնում է ինքնասիրությանը, արժանապատվությանը, դու ապստամբ ես, դու արդեն շարժառիթին է կպնում, Նեհեմիա, դու պարիսպերը շարում ես նրա համար, որ դու լինես թագավոր, մեզանից անկեղծ եմ ասում, միգուցե ցանկացած մեկս իր արժանապատվությունից դրդված գնար դակազատ անելու, որ ես այդպես չեմ։ Հասկանում եք ինչ է։ Էդ օրենսորդն բանա խոսում, էդ մի հատ ապացուցեմ իրան, որ ես այդպես տղա չեմ։ Որ ես այդպես քույրիկ չեմ, եղբայր չեմ։ Ես ինձ ինչ է, որ ես ապստամբ եմ, ես ինչ եմ խոսում։ Ես իմ համար հետո շարունակության մեջ ասում եմ, որ դու մարգարե ես վարձել, մարդիկ ես վարձել, որ ռեգլամ անեն, որի պր դու հատուկ մեկն ես և այլը, որ դու լինես թագավոր։ Տեսեք, որտեղ է կպնում, որ զուտ նրա համար, որ խառաչոյից իջնի տանի։ Հասկանում ենք իրար, բայց միջև վերջ, Նեհեմիան ասում է չէ, հետո տենում են էլ, լավ բացատրեմ, հետո տենում են էլ տարբերակ չկա, մի հատ մարգարեի փող են տալիս, թերթին, Նարինե ջան, չէ, 8 նաև մարգարեներ ես դրել, որ քո մասին քարոզել, նայեք ինչ շառ են անում Նեհեմիայի վրա, զրպարտություն սուտ, համաձայն ես, ձեռքդ մեկնիր, Սատանա դու ստախոս ես և ստության հայրն ես, ինչ ասում ես սուտ ես ասում, ես քեզ չեմ հավատում և քեզ ապացուցելու ոչինչ չունեմ, ես Տիրոջ գործն եմ գործում, ամեն, համաձայն ես իմ հետ կպտումա քեզ մի բան փոխում, ամեն, ալելույա, և այսպիսի խոսքեր նայեք ոնց է բաղցնում, հետ չեն էլա որ գան, արեցի,
Գիտես, հեսա շուխուրը լավ ինչ արնելու ես, ինչ բան չէ, նայ փոշի։ Լուրը կհասնի թագավորին, ամոթա, կգան քեզի վնաս կտան կբռնեն ախպեր, մի հատ քեզի քթի, մի հատ հələ դադարի ախպեր։ Չէ, հասկանում եք իրար, եւ նման բաներ, նայ։ Ուրեմն նորից ասում, արի իրար տենանք, կհասնի, գիտեք ես, ենթատեքստի մեջ ինչ կա, ես հոտը առել եմ սրա։ Ինչ կա, ես որ լուրը կհասնի թագավորին, ուրեմն արի տենանք։ Գիտեք, սենց մարդը, որ միամիտ լսում է, գիտի ով որ իրան էդի ասում է, իրան լավի համար ասում։ Հասկացար, ոնց որ սատանան անեց է խոսում, լսի, ես քո լավի համար եմ ասում։ Լուրը կհասնի թագավորին ախպեր, հետո քեզի չեն կարա ոչի բան անեք։ Արի հիմա այս գլխից մեր ասածով արա, փակեք հետա այս թեման ախպեր։ Հասկանում եք սատանայի գործելավոճ, հա։ Բայց դες հասկացաք ինչ եմ ասում, բայց դες ինչ է ասում Նեհեմիան։ Ես մարդ ուղարկեցի նրա մոտ ու ասեցի, ինքը չի եթում եմ մարդավերքում։ Գիտեք սա իմ համար ինչա, հեռվից կռիվ սատանայի հետ պատերազմ։ Աղոթքի, խոսքի պատերազմ։ Սատանան հեռվից, այսօր մարդ չի ուղարկում, հեռվից մտքեր է ուղարկում։ Դու էլ ես տարածության վրա, սուտ ես ասում սատանա։ Չեմ հավատում, չեմ ընդունում քո առաջարկած, քո ուղարկած ոչ մի բան։ Ես մեծ գործով զբաղված եմ։ Արարատի Աստծո ժողովուրդ եկեղեցին մեծ գործով զբաղված եմ։ Քո հետ ժամանակ չունի, քո հավեսը չունի, քեզից ոչ մի բան չի վերցում, չի ուզում, մենք մեծ գործով զբաղված ենք։ Ամեն, իվանայ, այդպիսի բաներ չկան, որ դու ասում ես, դու քո սրտից ես են արել։ Այո, ոնց է ջոկում։ Չէ, ոնց է ջոկում։ Գիտեք ինչքան ուժեղ մարդ պետք է լես, եկեք խոստովանենք, որ ինչքան ուժեղ մարդ պետք է լես, որպեսզի չուզենաս գնաս քո ճիշտը ապացուցես։ Ճիշտ ես 100%-ով, բայց այնքան ուժեղ ես, որ չես ուզում գնաս ռազմորքի քո ճիշտը ապացուցելու համար։ Ես զբաղված եմ, մտածի ինչ ուզում ես։ Բայց ճշտով էլի, ոչ թե սխալանում ասում ինչ ուզում ես մտածի։ Հասկացաք տարբերությունը։ Դու հնարել ես, սատանան ստել հնարով է, հետո նարինը գույրիկ, ոչինչ։ Հիմա նայեք նպատակներից մեկը, որովհետև նրանք ամենքը մեզ վախեցնում էին ասելով, ասում մեզ վախեցնում էին։ Գիտեք, մինչև հիմա խոսում է ինքը իր մասին եզակի, հետո սկսում է հոգնակի խոսալ։ Այսինքն արդեն այդ հարցակում կոչվածը, այսօրվա այդ մտքերի բանի, արդեն գնում է ամբողջ կառուցողների եկեղեցու վրա։ Ասում են նրանց ձեռքերը կթուլանա եւ այդ գործը չի կատարվի։ Բացատրում եմ։ Սատանան ինչ է ուզում, վախցնում է մարդուն, քեզ, ինձ, փորձում է տարբեր բաներով վախեցնի, որ մեր ծառայելու, գործելու ձեռքերը, կամքը, միտքը, որոշումը, ցանկությունը թուլացնի, որպեսզի պարիսպը եկեղեցին չկառուցվի, օրինակ, պարգևները չգործան, ավետարանչություն չլինի եկեղեցում, միսիոներություն չլինի, մարգարեություն չլինի, առաքելություն չլինի, վարդապետություն չլինի, հայտնություն չլինի, ոչ մի բան չլինի, թող իրակի որ հավաքվեն սուսպուս հետ հանդում։ Սատանան համաձայն է սրա հետ։ Թուլացնում է ոչ մի տեսիք չունենաս, թուլացնում է ոչ մի ծառայություն չկազմակերպես, թուլացնում է ոչ մի ծրագիր չդնես, ոչ մի բան չանես, վախցնում է, վախը ներշնչում։ Մի արա, կգան քեզ կբռնա։ Մի արա, գիտեք այնքան մարդկանց են հանդիպել, միամիտ չհասկացող հավատացյալների, համել ծիծաղելու է։ Երևույթը ոչ թե մեր եղբայրներն ու գույները։ Ասում հենց մտնում եմ ծառայության, ուզում եմ մի բան անեմ, սատանան հարցակվում է մի հատ բանը։ Իսկ վախից չի ուզում անի։ Մտածում որ սավ ծառել հեսա մի բան կլինի, սատանան վախցրել է։ Այդպես մնա լավ է, այսպես մնամ լավ է, ոնց որ սատանայի ուզածով է։ Հասկանում ես ինձ։ Բայց դու ով Աստված, զորացրու իմ ձեռքերը։ Ձեռքերը պարզիր։ Իրար հետ հիմա միասին ասում ենք։ Հասկացար, որ սատանան ուզում է ձեռքեր թուլացնի։
Հիմա իրար հետ դավանում ենք, ասում ենք, հավատքով, բայց դու, ով Աստված, մեր ձեռքերը զորացրա, եկեղեցու ձեռքերը զորացրա, ով Աստված, ամեն, սա Նեհեմիայի աղոթքն էր, կարճ, բայց դու ով Աստված զորացրու իմ ձեռքերը, շարունակենք, հիմա տեսեք ուրիշ ինչ ֆանդ է անում, ֆռիկ է անում սատանա, ասма եւ ես եկա Մետաբելի որդի, Դաղայայի որդի Սեմայայի տունը, որ մտել կողպվել էր։ Եկավ մի հատ տեղ, որ այդ մարդը մտել պաղկվել էր այդտեղ։ Կողպեքով էլ փակել էր իր վրա։ Եվ նա ասեց, այդ մարդն ասեց. գնանք միասին Աստծո տունը, տաճարը, եւ տաճարի դռները փակենք, որտեղ գալիս եմ, որ քեզ սպանեմ։ Եվ գիշերով գալու եմ, որ քեզ սպանեմ։ Նայեք, այս մարդն ինչ ասում Նեհեմիային։ Ասում լսի, գալու են քեզի սպանեն, արեթանք մտնենք տաճարի մեջ պաղկվենք, գիշերով գալու են քեզի սպանեն, նայք ոնց է վախցնում, հիմա տեսեք ինչ է կատարվում, հետո, ասում եւ ես ասեցի, միթե իմ նման մարդը կպարջի, արա ոնց է դզում, Տեր Աստված ուզում է, նեղությունից փախնեն, վախցնելուց փախնեմ, դժվարությունից փախնեմ, հացի պատճառով փախնեմ, Աստծո գործը թողեմ, այս պատճառով ինձ սազում, գիտեք այս խոսքը, որ ես ասեմ, իմ նման մարդը չի փախնի, կասեն օր, ես ինչ օպարտա։ Հլտես ոնց է, բայց որ Նեհեմիան ասել, նորմալ է։ Չէ, Նեհեմիան ասել։ Միթե իմ նման մարդը, չէ, այսօր դու սենց արտահայտվես, կասել, նայ ոնց է հպարտացել։ Բայց Նեհեմիան ասել է հետի 3500 տարի, իմ նման մարդը կպաղնի, միթե իմ նման, մի հատ խնդրում եմ, եկեք սրա վրա կանգնենք, մի հատ սենց արած թափվի հասկացի ով ես դու, դու Աստծո որդի ես, և քո նման մարդը, ոչ մի վախից, դժվարությունից, իրադրությունից չպիտի փախնի, թողնելով Աստծո գործը, փախնեմ այդամ կյանքս փրկեմ, այդամ պաղկվեմ տաճարի մեջ, կողպեքով դուրը փակեմ, գանձի չգտնեմ, ասեց մի նման մարդը կփախնի, ուժեղ է, չէ? Եվ ինձ նման որը կգնա տաճարը, որ ողջ մնա, սաղ մնալու համար փախնեմ, օրինակ, մի կտոր հացի համար, մի հատ չգիտեմ, հարց լուծելու համար փախնեմ, տիրոջ գործը կատարելուց, մի հատ ասա ինձ չի սազում։ Ու պատասխանը սատանայի վճռական սա է, ես չեմ գնա։ Ավելացնում եմ, մնալու եմ միջև վերջ, կատարելու եմ տիրոջ գործը, կառուցելու եմ նրա տունը, աշխատելու եմ նրա այգում, ինձ տրված շնորհներով, պարգևներով, կարողությունով ու հնարավորության չափով, չեմ գնալու։ Մի հատ ասա, չեմ գնալու, չեմ փախնելու, որտեղ ինձ չի սազում, որ փախնեմ։ Հիմա նայեք, այս դիտեցի բառը մի քանի տեղ նայեցի, ես ուսումնասիրող մարդ եմ, գիտեք։ Նայեցի, չկարեցա մի հատ ուրիշ թարգմանության մեջ համարժեք բառ գտնեմ, ավելի լավ հասկանալու համար, անկեղծ կիսում եմ հետը, բոլոր տեղերում հանդիպեցի, դիտեցի և ցավոք սրտի ես մենակ հայերեն եմ կարդում, գիտեք։ Հիմա ասма և ես դիտեցի, որ ահա Աստված չէր նրան ուղարկել, այլ այս մարգարեությունը խոսեց ինձ վրա նրա համար, որ Տուբյանն ու Սանաբաղատը նրան վարձել էին։ Հասկացա։ Ասма նայեցի ու հասկացա։ Հոտ առավ, գիտակցեց, հայտնության հոգին, զանազանության հոգին, չգիտեմ, ջոկեց, ամեն, զգաց, ինչ ուզում եք դրեք անունը, հայտնություն ստացա, գիտության խոսք եկա, ինչ ուզում եք ասեք, եկա, որ հասկացա, որ այս մարդուն փող են տվել, գիտեք, սատանան այսօր, խի է սկզբից ասում, մտերիմներով է գործում շատ ժամանակ, սատանան այսօր քո մտերիմին կխաբի, որ այդ մտերիմը գա քեզ վախենալու խոսքեր խոսա։ Քո մտերիմին
կուղարկի քո մոտ, որ գա քո թևերը թուլացնի։ Վարձում ա մարգարեին, որ մարգարեն գա ասի, արեթանք պահկվենք, այդ գործը դադարեցրու։ Դուք հասկանում եք, սատանայի համար ինչքան կարևոր ու վախենալու է Աստծո տան եկեղեցու բոլոր թևերով ծառայությունների վերականգնումը, կառուցումը, որ ինքը այսքան ջանք է դնում, որ էդի տեղի չունենա։ Էսի ասում եմ իմ ու քո համար, որ հասկանանք այն ծառայությունները, որ Աստված տվել է քեզ, դրանք քո համար միգուցե հիմա զերո են, բայց երկնքի համար հսկայական նշանակություն ունեն։ Սատանան էլ է դա հասկանում, դրա համար գրոհում է, որպեսի քո ծառայության թևերը թուլացնի եւ դու ոչինչ չանես իր համար։ Թող քո մոտ իմ մոտ մի հատ արժեք բարձրանա։ Տիրոջ տան համար, Տիրոջ տունը կառուցելու եւ ծառայության պարգևների եւ մնացած բաների նկատմամբ։ Եթե դա հեչ բան լիներ, սատանան այսքան չէր ընկնի դրա հետևից։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Նրան ասма վարձել էին։ Այո։ Հիմա նայեք։ Նրա համար էր նա վարձվել, որպեսի ես վախենամ։ Մայրան վախենում որ այ ախպեր, գիտեք ինձ ինչքան ասել։ Անկեղծ եմ ասում։ Հիմա այդքան ռիսկ չեն անի ասում, բայց առաջ շատ են ասել։ Ռիսկ չեն անին այն առումով, որ գիտեն այդ դարսի տարբերակ չկա էլի։ Կամ էլ են ասողներն են ապաշխարը ահագին մարդիկ։ Այ ինչի տա պետք։ Ինչ գործ ունես։ Էլի քարոզում ես, ես ասում, ես ասում, հանգիստ քո համար նստի էլի, ինչ ես ուզում, չէ, դա միայն սատանայի ուզածն է, վախցնում է, որ չանես, նայեք, և այդպես անեմ, ստե շատ ուժեղ բաներ կա, նայեք, ասում է, որ ես վախենամ, և այդպես անեմ ու հանցավոր լինեմ, և նրանց նայեք, իմ ոնց է իրա ավտարիցետի մասին մտածում Նեհեմյան, իրա անունի մասին, ասպա, և սա նրանց համար, սատանայի համար, առիթ լինի, իմ անունը վատաբանելու, որ ինձ նախատեն։ Այսինքն ինչ են ուզում անեն, ուզում են դու դադարես, փախնես պահկվես, վախենաս են ճանես, որ հետո այն ժողովուրդը, ով որ քեզ լսում էր, ում հետ որ դու ծառայում աշխատում էիր, Պարիսպեի կառուցում Տիրոջ տունը, որպեսզի իրանց մոտ էլ գնան ասեն, տեսակ, որ ասում էինք Նեհեմյան սուտի քարոզիչ է, տեսակ մի հատ վարձենիկ փախապահկված, տեսակ, որ իրան նպատակը Աստծո գործը չէ, և ամբողջ ժողովրդին Աբիսովոմի ոգով նման ծռեին իրանց կողմը, որպեսզի տաճարի ծառայությունը, քաղաքի ծառայությունը դադարեր։ Հասկանում ես ինչ։ Գիտեք, ես քեզ այսօր բան ունեմ ասելու, այս անունի մասին։ Դες մտածիր քո ավտարիցետի մասին։ Ես գողականի մասին չեմ խոսում։ Քո հոգևոր ավտարիցետի անունի, որ Աստված տվել է, մտածիր դրա մասին։ Թույլ մի տուր մարդիկ քո անունը վատաբանեն ճիշտ տեղը։ Թող վատաբանեն սուտ, զրպարտեն Նեհեմիայի նման, բայց ոչ թե իրանց ասածը իրականությանը համապատասխանի։ Քո անունը կարևոր է, մարդիկ ովքեր մտածում են, կամ արտակմեսեց, ինձ չի հետաքրքրում մարդիկ, ինչ են մտածում, նրանք սխալված են, նրանք խաբված են, որ մարդիկ իմ մասին ինչ են մտածում։ Եթե դու Քրիստոսի խոսքը պահում ես ու քեզ վատաբանում են, արի ճակատդ պաչան։ Բայց եթե դու վատ բան ես անում ու մարդիկ վատաբանում են, ուզում ես ասեի դու արիմ ճակատը պաչի, բայց հասկացար մի արա ատենց ժողովով գրքում ասում է բարի անունը ուշադիր լսիր բարի անունը ավելի լավ է քան հոտավետ յուղը գիտեք հոտավետ յուղը հետքի է համեմատում որտեղ յուղի հոտը գնում է դու չես կարա դրա դեմը փակես ով կարա դուխի յուղի խորովածի, խաշլամի, չգիտեմ, հոտի դեմը փակի, ոչ մեկ չի կարա, ինքը գնում է, Սուրբ Գիրքն ասում է բարի անունը ավելի լավ է էթում, տարածվում, ռեկլամելնում իրան, քան թե, որ այդ յուղի հոտն է տարածվում, բու համեմատում է բարի անունը հոտավետ, դու լավ թանկանոց դուխի յուղի հետ է համեմատում, օրինակ Շանել 5
Դրա հետ է համեմատում, որ ինչքան ուժեղ է ինքը, ինչքան կարևոր է էդի, գիտես, բայց նույն ձևի է, գնում է վատ անունը, և դու չես կարա դրա դեմը փակես, վատ անունի դեմը չես կարա փակես, ոնց բարի անունն է գնում, ու հոտավետ յուղա, ատենց եմ, վատ անունն է գնում, ու շատ վատ անդուր դուխի է, ով սերցանում եք չի ուզում, ասում ես ինչ ես սանավորել, հասկանում եք իրար, մտածիր ու աշխատիր, պահիր այն ինչ որ Աստված տվել է և դրանով կպահես քո հոգևոր անվան, քո ավտորիտետը, քո հեղինակությունը կպահես։ Ինչ էի ուզում անեին, բացատրեցի։ Ոնց է հասկանում եմ Նեհեմիան ինչ է ուզում անել։ Հիմա քո հետ համաձայնվեմ, մի ժամ հետո կետագեր ժողովրդի մոտ կասեք, ձեր հովիվը։ Վատ բանի հետ համաձայնվել է, մի անգամից կտրում են սաղ։ Ուրա, մանեգարի չեք գտնում, փախը պախկվել է, որ իրան կյանքն ազատի։ Մի կտոր հացի համար ծառայություններ թողել փախել է։ Ուրա գնաց է չգիտենք։ Մի անգամից ավտորիտետը դարձնում է 0, սատանա, էլ ոչ ոք չի լսում քեզ։ Մտածի սրա մասին։ Լավ եմ ասում, համաձայն ես հետ ամեն։ Հիշիր ով իմ Աստված։ Կարող է մեկ գրնի ասել, ես ինչ անեց կա ասում, բայց չանեց։ Մայք ինչ ասում է հիշիր ով Աստված, իմ բառն էլ այնց դզում, բայց չկանգնեմ դրա վրա, հիշիր ով իմ Աստված, Տուբիային, Սանաբաղատին, իրանց այս գործերի համեմատ, նաև Նովատիա Մարգարեուին, ես էլ ինչ-որ տենց բանել էլի խաբեության, և մյուս մարգարեներին, որ ինձ վախեցնում էին, գիտեք, իրանց մասին չի ասում սուտ մարգարե, եկեք ուշադիր հասկանում, սրանք իրականում Աստծո մարգարեներ էին, բայց սատանային հաջողվել էր իրանց կուպիտ անել, առնել, ծախվել էին, վախցրել էր, որ միացել էին իրայք, բայց իրանք իրականում սուտ մարգարե չէին, Աստծո մարգարեն, Աստծո մարդիկ էին, բայց ընկել էին ազդեցության տակ, որպեսզի Նեհեմիային վախցնեն, բայց Նեհեմիայի մոտ ոչ մի բան չաշխատեց, 15 խոսքը չեմ ասա գրի, բայց ես ուզում եմ ես խոսքի առաջ ծնկի իջնել։ Ոնց է դզում ես իրեսի, ասմա վանա դնում, վերջակետ, պարբերությունը պրծավ, նոր տողից գրում ասմա և պարիս պլրացավ։ Այս կգնաց միջեն վերջ, ծառայությունները չկանգնեց, Աստծո նպատակը չկանգնեց, Աստծո ծառայությունը, գործը միջև վերջ գնաց, սատանան ոչինչ չկարողացավ անել, 1000 անգամ փորձեց, 5000 անգամ փորձեց, բայց ոչինչ չկարողացավ անել, ձերքը պարզի ես իմ ու քո վրա ուզում եմ խոսալ, այս խոսքերը հռչակելու, անձնական իմ ու քո կյանքի, մեր ծառայությունների, մեր ընտանիքների և ամբողջ եկեղեցու վրա սա ասելու, և պարիսպը լրացավ։ Մի հատ ասա ես խոսքը։ Այսինքն, միջև վերջ կատարվեց, միջև վերջ սատանան չկարողացավ, տեսավ, այսքան որ խոսացին, սա սատանայի ուզած եկեղեցին է, բայց Հիսուսի ուզած եկեղեցին Էնա, որ ասենք, և պարիսպը լրացավ, ես նորից եմ արճապում սա, թողի ու քո կյանքի վրա, լրանա, Աստծո գործը միջև վերջ, լրանա, Աստծո ծրագիրը միջև վերջ, լրանա, իմ ու քո կյանքի, Հիսուս Քրիստոսի անունով, ով է հավատում, որ Աստված իր հետ և այս եկեղեցու հետ մեծ ծրագրեր ունի։ Խնդրում եմ, եղիր այն մասնիկը, որը կօգնի, որ Աստծո գործը լրանա, որ պարիսպը լրանա, գործ կառաքելոց Պենտեկոստեի գլուխը այսպես է սկսում։ Տեղ չկա, հեսի հիմա ինչ կա, արխիվից եմ անում։ Ասմա, երբ Պենտեկոստեի օրերը լրացան,
լրանա, լրացավ Սուրբ Հոգին եկավ, կիսատ լիներ չեր գա, չհամապատասխաներ չեր գա, Աստծո հետևից չլնեին, չսպասեին չեր գա, պետք է լրանա, որ ուժեղ բան կատարվի, գիտեք ստեղ էլ Պարիսպը լրացավ, այսքան պրծավ, գործը ավարտվավ, Սանաբաղատենք փախան, Տուբիայենք, ոչինչ չկարողացան անեին, այս վարկարեներն էլ, որ ծախվել էին, իրանք էլ հետը, դրանից հետո սկսավ ուժեղ բաներ լինել այդ քաղաքում ու տաճարի մեջ, բոլոր ծառայությունները սկսավ ընկնել իր տեղը, սկսավ նորից առաջվա նման, զորավոր կերպով, ծառայություններ, Աստված վերականգնող է, Աստված քեզ ու ինձ վերականգնող է, մեր կյանքի խարխլված ոլորտները վերականգնող է, նա դատապարտող չի, սրտանց արի իր առաջ, եւ վերջի համարը շատ կարճ, Գործք առաքելոց 26:32, այսի մի պատմություն է նրա մասին, որ Պողոս Առաքյանին մի քանի գլուխ առաջ բռնել էին, ուզում էին դատեին, Պողոսն ասեց կայսրին կբողոքեմ, չեք կարա, ես Հռոմի քաղաքացի եմ եւ այլն իրավունք չունեք, եւ եկան իր դատն աստեղ, ուղղակի կարճ եմ ասում, ստեղ իր դատն է, Պողոս Առաքյանի շղթաներով կապած բերել են Ագրիպաս թագավորի եւ Փեստոսի առաջ, որպեսի հարցաքնեն պատասխան տա եւ Պողոսը պատմեց իր դարձը, ոնց է ինքը դարձի եկել եւ այս տանով բրծնում է 26 գլուխը, դուք պատկերացնում եք ինչ է կատարվում, Պողոսը սենց կանգնած են բանի, այդ դատարանի են ամբիոնի մոտ մեղադրյալ, ընձի մի քանի անգամ կանգնեցնել են այս վերջի տարիներում, մեղադրյալ, ինչ ես ասում քո համար, ու տեսեք ովքեր են նստած, Ագրիպասն, Պուտինն, Թրամփն, Ուսնում ասում Փաշինյանն էլ իրանց մեջտեղը դաժե նստած են սաղ, ու քեզ հարցաքննում եմ, դու ընենց ես պատասխանում, որ Ագրիպասը ֆռմա Փեստոսի կողմը, տպավորիչ եմ պատմում, որ հասկանաս, Ագրիպասը սենց գլուխը բերում է Փեստոսի կողմը, ասենք Պուտինը Թրամփին, ասում է ես ես մարդու վրա հանցանք չեմ տենում, եթե կայսրին ավելի բարձր ացյանի, բողոքած չներ, կարելի էր իրան արձակել, հələ բայց չես հասկանում ինչ եմ ասում, կարելի էր իրան արձակել, գիտեք առաջի հայացքից երբ որ նայենք, կարող ասենք, ես ինչ հրաշալի է, այսքան աղոթում ենք, Աստված օրհնեց ինձ արձակել այդ համ, բայց այս արձակելը, եթե արձակվեր, Աստծո նպատակից շեղում գտար, ինքը պետք է կայսրի առաջ կանգներ, որտեղ Աստված իրան ասել էր Հիսուսը, դու կայսրի առաջ կանգնելու ես, ավելի բարձր ացյանի, Ագրիպասն էլ է բարձր, Բերինիկեներ, Փեստոսներ, Էնմիուսներ, Փելիքսներ, բայց դու կայսրի առաջ պիտի կանգնես, եւ այս արձակելը, գիտեք ինչ է, հիմա խաբեություն եմ ցույց տալիս սատանայի, հիմա ինչ ես ուզում, ես քո համար կանեմ, բայց դու գիտես դա Աստված է, լսում ես, ուզում ես արձակեմ, խնդիր չկա, ուզում ես քեզ օրհնեմ, խնդիր չկա, բայց ճակերտավոր է այդ օրհնությունը, Սատանան առաջարկում տալիս, ուզում հարցը լուծի, հասկանում ես ինձ, բայց հենց որ հարցը լուծում է, դու կարող ես գաս եկեղեցում ասես վկայություն ունեմ, մի հատ վկայեմ, Աստված օրհնել է ինձ, հասկացաք, բայց իրականում դու արձակվել ես, բայց մեծ նպատակից շեղվել ես, դու չես հասնի կայսրի մոտ, եւ քանի որ Պողոսը հայտնություն ուներ, հասկացար ինչ եմ ասում, քանի որ Պողոսը հայտնություն ուներ, որ ինքը կայսրի առաջ կանգնելու է, իմ անձնական համոզման, եթե իրան ասեին քեզ արձակում ենք, ասեր չէ, ես հետում եմ կայսրի մոտ, որտեղ 23-րդ գլխում Գործքի ինքը հայտնություն էր ստացել, որ կայսրի առաջ է կանգնելու, գիտես, բաներ կա մեր կյանքում, որ ստացվում է ըստ մեր կարծիքի, մենք դրա անունը դնում ենք Աստված օրհնեց, բայց իրականում այդ փշրանքով Սատանան փորձել է ինձ ու քեզ մեծ ծրագրից շեղի, մեծ ծրագիր, եթե արձակվեր չէր գնար, պետք է կապանքներով գնար, որտեղ ասել էր այնտեղ պետք է ես
ամենաբարձրացյանին եմ բողոք։ Հասկացար ինչ եմ ասում, խնդրում եմ քեզ, ընկալիր, հասկացիր սա վերցրավ, մեզ մի բան է պետք ես քանի մեջ, ամենակարևորը, այս բաները հայտնության հոգով հասկանալու, այս բաները զանազանության հոգով և հոգևոր, հանգիտս բացվել է, հոգևոր հոտառությամբ հասկանալու, որ ինչ է ուզում, հիմա այս իրադրությունը ոնց որ իր հոգու տնձի է, բայց ինչ ենթատեքստ կա, ինչ տողատակ կաստե, ինչ նպատակից են ինձ ուզում շեղը, լավ բան են առաջարկում առաջի հայացքից, նա ես կասես որ ես ինչ օրհնություն է, բայց ով է սա տալիս, որտեղից սա, ինձ ինչից են ուզում շեղը, այս նրա կարիքը մենք ունենք, ես հայտնության հոգու կարիք ունենք, ամեն